վերաբերյալ։ Երևի այսքանը, շնորհակալություն։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Արթուր Խաչատրյանը։ Ուրեմն հանձնաժողով ֆինանսավարկային վերում են բազմաթիվ վարկային ծրագրեր։ Այդ թվում ճանապարհային։ Բայց չեն ասում, գիտես, սա ճանապարհաշինարարական է, դրա համար սարքենք մի հատ էլ շինարարական հանձնաժողով կամ չգիտեմ տարածքայնում քննարկենք, որովհետև կապ ապահովում։ Սա ֆինանսական ինստրումենտ է։ Առողջապահության որակի բարձրացումը, որի մասին խոսվում է, բացարձակապես կապ չունի ապահովագրության հետ, որովհետև բժիշկը պետք է հիվանդին բուժի անկախ, ասեք թող չընդհատի էլի պարոն։ Լավ, ես ես չեմ ընդհատել, բար չեմ ասել։ Բժիշկը հիվանդին ոչ չի ասում, դու ապահովագրական հիվանդ ես, քեզ լավ կբուժեմ, դու քեզ պետք պատվերես, քեզ վատ կբուժեմ։ Ոչ, բժիշկը առողջապահական համակարգը պետքա լավ բուժի։ Հասանելիության ապահովման հարցում իհարկե ձեր հետ համաձայն եմ, որովհետև եթե ապահովագրություն կա, կարող եմ այդ ֆինանսական ինստրումենտից օգտվեմ եւ ծածկույթ ապահովեմ։ Բայց սա ֆինանսական խնդիր է եւ ավելին ասեմ, ամեն ինչի համար մտնում եք վարկերի մեջ, 402 միլիարդի մասին էր ավելյալ խոսում։ Փորձում ենք հասկանանք այդ փողը ինչի վրա է գնացել, վարկերը որ վերցնում եք ինչի վրա է գնում։ Էլ եմ ասում, այդ ծովախոզուկի անեկդոտն է, չէ՞, ասում եմ, ոչ ծովային կենդանի է, ոչ խոզա։ Վերցնում եք բյուջետային վարկ ծրագիր իրականացնելու համար, այդ ծրագրային վարկ վերցրեք։ Ինչ եք բյուջետային վերցնում։ Որ էլի մտցնեք մի հատ ընդհանուր կացա ու հետագծելիությունը կորցնեք, որ ոչ ոք չկարողանա ասել փող ուրա գնացել։ Ֆինանսների նախարարությունն է առաջարկել, ֆինանսների նախարարությունը թող այդ առաջարկով գար մեր հանձնաժողովում խոսար։ Ֆինանսների փոխնախարարն է, ճիշտ է, այլ հարցով է գալու, որպեսզի Թադևոս Ավետիսյանի օրենքին դեմ խոսա բնականաբար, բայց եթե մի կես րոպե ժամանակ լինի, պարոն Պողոսյան, խնդրեմ դանել առանձնացեք, թե ինչի որոշեցիք մասնագիտական հանձնաժողովը տենց արհեստավարժորեն շրջանցել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Ծովինար Վարդանյանը։ Հարգելի գործընկերներ, ես ուղղակի կուզենամ հենց առողջապահության ապահովագրության թեմայով այստեղ խոսվեց, որ ինչու է ուշանում եւ այլն, այս մասին կուզեմ անդրադառնալ։ Նախ պետք է նշեմ, որ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է, այսինքն մինչ այժմ աշխատանքները, որոնք տարվել են այս տրամաբանությամբ, որ առողջապահության ապահովագրությունը վերաբերում է եւ ֆինանսական որպես գործիք ինքը չի կարող անտեսվել բնականաբար եւ դրա հետ զուգահեռ հիմնական նպատակը դա առողջության ապահովությունը մարդկանց եւ այլն։ Եվ այս մասով պետք է ասեմ, որ այո, ռեֆորմը բավականին մեծ է եւ բնականաբար այս ռեֆորմը չի կարող հրատապության, հապճեպության տրամաբանությամբ լինել։ Այո, որոշ ֆինանսներ պետք են լինելու, պարոն Ավետիսյան, որպեսզի բնականաբար ֆինանսավորվի սա։ Եվ այս տրամաբանությամբ շարժվելով պետք է նշեմ, որ մեր խմբակցությունը նաև հանդիպում է ունեցել նաև մասնավոր, այո, կա օրենքի